Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակից երկրների բարձրաստիճան ղեկավարները շունչները պահած սպասում են միջոցառման գլխավոր հյուրի հերթական սկանդալային հայտարարություններին։ Միացյալ Նահանգների նախագահն իր հակասական ու կոշտ հռետորաբանությամբ խառնել է ոչ միայն Եվրոպայի, այլև ամբողջ աշխարհի խաղաթղթերը։ Միջազգային մեդիան տարակուսած է, թե ինչպես է Թրամփը նվաստացնում ու անդադար սպառնում Ամերիկայի ամենասերտ դաշնակից երկրների ղեկավարներին։ New York Times-ի պնդմամբ սա հավանաբար ծառայում է Միացյալ Նահանգների ֆիզիկական սահմաններն ընդլայնելու, գլոբալ ազդեցությունը պահպանելու Թրամփի առանցքային նպատակին։ Սակայն Սպիտակ տան ղեկավարը գուցե ժամանակավոր որոշել է հանգստացնել Գրենլանդիայի հարցով մտահոգ եվրոպացիներին։ Մենք հավանաբար ոչնչի չենք հասնի, եթե ես չորոշեմ ուժ կիրառել։ Այդ դեպքում, անկեղծ ասած, մեզ ոչինչ չի կանգնեցնի, բայց ես դա չեմ անի։ Սա հավանաբար իմ արած ամենակարևոր հայտարարությունն է, որովհետև մարդիկ կարծում էին, որ ես ուժ կկիրառեմ։ Ես պարտավոր չեմ ուժ կիրառել։ Ես չեմ ուզում անել դա։ Ես ուժ չեմ կիրառի։ Թրամփի խոսքով ռազմական հակամարտության տարբերակ սեղանին չկա։ Նա կանաչ կղզու վերաբերյալ ապագա համաձայնագրի շուրջ համաձայնության է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ, նշել, որ Գրենլանդիային վերաբերող ոսկե գմբեթ նախագծի լրացուցիչ քննարկումները շարունակվում են։ Լուծման կոնցեպտը ծածկում է թե ազգային, թե միջազգային անվտանգության մարտահրավերները, որոնք մտահոգում են Միացյալ Նահանգներին։ Թրամփը չեղարկել է նաև Գրենլանդիային աջակցող Եվրամիության երկրների համար փետրվարի 1-ից նախատեսվող մաքսատուրքերը։ Իդեպ Մոսկվան էլ իր դիրքորոշումն է հայտնել կանաչ կղզու վերաբերյալ։ По поводу Гренландии, это нас не касается совершенно. Ինչ վերաբերում է Գրենլանդիային, դա բացարձակ մեզ չի վերաբերում, բայց մենք ԱՄՆ-ի հետ նմանատիպ հարց լուծելու փորձ ունենք։ 19-րդ դարում 1867 թվականին ԱՄՆ-ն Ռուսաստանից $7.2 միլիոն գնեց Ալյասկան, որի տարածքը 1.717.000 քառակուսի կիլոմետր է։ Այսօրվա գներով այն կկազմի $158 միլիոն։ Գրենլանդիայի տարածքը 2.166.000 քառակուսի կիլոմետր է, հետևաբար գինը կլինի $200-ից $250 միլիոն։ Եթե համեմատենք այն ժամանակների ոսկու գները, այն կհասնի նույնիսկ 1 միլիարդի, բայց ես կարծում եմ Ամերիկան դա էլ կհաղթահարի։ Պուտինի խոսքով Դանիան միշտ խստորեն վերահսկել է Գրենլանդիան, կարծես այն գաղութ լինի։ Միացյալ Նահանգների նախագահը դժգոհել է նաև Հյուսիսատլանտյան դաշինքից։ ՆԱՏՕ-ն Միացյալ Նահանգներին շատ անարդար է վերաբերվում։ Ոչ ոք չի կարող վիճարկել դա։ Մենք շատ բան ենք տալիս ՆԱՏՕ-ին եւ քիչ ենք ստանում դրա դիմաց։ Ես տարիներ շարունակ քննադատել եմ ՆԱՏՕ-ն եւ այդուամենայնիվ ես կառույցին օգնելու համար ավելի շատ բան եմ արել, քան որևէ այլ նախագահ, քան որևէ մեկը։ Թրամփը սպառնում է հավաքական դաշինքներին ու պետություններին, նվաստացնում ու ծաղրում նախագահներին։ Սպիտակ տան ղեկավարին հանգիստ չի տալիս Մակրոնի արևային ակնոցը։ Ես տեսա նրան այդ գեղեցիկ արևային ակնոցով, գրողը տանի, ինչ է պատահել։ Միացյալ Նահանգների նախագահը քննադատում է աճ ու ձախ, մինչդեռ գովերգում ինքն իրեն ու պարծենում բազմաթիվ համաշխարհային հիմնահարցեր լուծելու համար։ Խոստովանում է, որ ուկրաինական հարցը կարգավորելն ավելի բարդ է եղել, քան ակնկալել է, այնուամենայնիվ իր թիմի ջանքերի շնորհիվ ըստ նրա արդեն հաջողվել է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը։ Դավոսյան ֆորումի շրջանակում կայացել է ուկրաինացիների ու ամերիկացիների հանդիպումը, քննարկվել են տնտեսական զարգացման, պատերազմից հետո վերականգնման եւ անվտանգության երաշխիքները։ Հանդիպումից հետո Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ բանակցություններում առաջընթաց կա։ Կարծում եմ մեծ առաջընթաց են գրանցել։ Ես պատրաստվում եմ կարճ ժամանակով Մոսկվա մեկնել։ Դա շատ կարևոր է, որովհետև մենք արդեն վերջնագծին ենք հասել։ Ես շատ լավատես եմ։ Մնացել է մեկ չհամաձայնեցված հարց։ Մենք քննարկել ենք այդ հարցի բազմաթիվ տարբերակները, ինչը նշանակում է, որ այն լուծելի է։ Շվեյցարական Դավոսում անդրադարձել են նաև Թրամփի նոր նախաձեռնությանը խաղաղության խորհրդին, որին ըստ Սպիտակ տան առաջնորդի բոլորն են ցանկանում միանալ։ Ռուսաստանի նախագահն անձամբ է Թրամփից հրավեր ստացել։ Պուտինը ոչ միայն շնորհակալ է դրա համար, այլև պատրաստ է սառեցված միջոցներից $1 միլիարդ փոխանցել խաղաղության խորհրդին։
Թրամփի սպառնալիքներին ու հռետորաբանությանը պատասխանելու հարցում Դավոսի բարձրաստիճան հյուրերը պահում են դիվանագիտական էթիկայի կանոնները, մինչդեռ շվեյցարացիներն ազատ են կամարտահայտման ու դժգոհության հարցում։ Դավոսում բողոքի ակցիաներ են անցկացվել ընդդեմ Միացյալ Նահանգների նախագահի։ Ցուցարարներն այրել են նահանգների դրոշը։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։